Մթությունից վախեցող իմ ընկերը։ Լինում է չի լինում, մի փոքրիկ տղա է լինում, Հայկ անունով։ Նա շատ էր սիրում խաղալ մեքենաներով, աշտարակներ կառուցել խորանարդներից ու լսել մայրիկի հեքիաթները։ Բայց երբ գալիս էր գիշերն ու մայրիկը անջատում էր լույսը, Հայկը սկսում էր վախենալ։ Նրան թվում էր, թե իր մաճակալի տակ սարսափելի հրեշ է ապրում, սուր ատամներով ու երկար ճանկերով։ Ամեն գիշեր տղան կուչ էր գալիս վերմակի տակ, փակում էր աչքերը ու լսում տարօրինակ ձայներ, ճռճռոց, խշշոց ու վախից լուր քարանում էր։ Հրեշն է շարժվում, մտածում էր Հայկը եւ ամուր փակում էր աչքերը։ Մայրիկը միշտ ասում էր. Հայկ, մաճակալի տակ ոչ ոք չկա, դա քո երևակայությունն է։ Բայց տղան չէր հավատում, նա վստահ էր, որ այնտեղ ինչ-որ մեկն է թաքնված։ Մի երեկո էլ, երբ դուրսը լիալուսին էր, Հայկը հավաքեց իր ողջ քաջությունն ու ինքն իրեն ասեց. Բավական է վախենամ, ես կստուգեմ, ով է այնտեղ։ Շշնջաց նա ու դանդաղ գլուխը կախեց մահճակալից ներքև։ Սկզբում նա տեսավ միայն մութ տարածք, բայց հետո ավելի ուշադիր նայելով նկատեց երկու փոքրիկ լուսավոր աչուկներ ամենահեռու անկյունում։ Օй, վախեցավ Հայկը։ Օй, վախեցավ մահճակալի տակ գտնվող ինչ-որ մեկը։ Տղան զգուշորեն միացրեց լուսամփոփը։ Տեղին լույսի տակ նա տեսավ ոչ թե սարսափելի հրեշի, այլ փոքրիկ, շատ փոքրիկ մի հրեշիկ, որը խաղալի կարճուկի չափ էր։ Նա ուներ փափուկ մանուշակագույն մազեր, փոքրիկ եղջյուրներ եւ բարի կլոր աչքեր։ Հրեշիկը դողում էր վախից եւ թաքնվում էր խաղալիքների տուփի հետևում։ Դու ո՞վ ես, շշշուկով հարցրեց Հայկը։ Ես Պուշոկն եմ, շշնջաց հրեշիկը։ Խնդրում եմ, մի վռնդիր ինձ այստեղից, ես շատ եմ վախենում մթությունից։ Հայկն ապշեց։ Դու ես վախենում, բայց չէ որ դու հրեշ ես։ Պուշոկը թափահարեց գլուխը։ Ես իսկական հրեշ չեմ, ես շատ փոքր եմ եւ ամեն ինչից վախենում եմ, հատկապես մթությունից։ Քո մաճակալի տակ այնքան հարմարավետ է ու այդքան էլ սարսափելի չէ, որքան այլ տեղերում։ Տղան իջնում է մաճակալից ու նստում է նոր ընկերոջ կողքին։ Գիտես ինչ, ասում է Հայկը։ Ես էլ եմ վախենում մթությունից, կարծում էի դու սարսափելի ես, բայց պարզվեց դու էլ նույնքան վախկոտ ես, որքան ես։ Պուշոկը ժպտաց, նա շատ բարի ժպիտ ուներ։ Երևի կարող ենք միասին վախենալ մթությունից։ Երկուսով այդքան էլ սարսափելի չէ։ Այդ օրվանից Հայկն ու Պուշոկը դարձան լավագույն ընկերներ։ Ամեն գիշեր, երբ ծնողները քնում էին, տղան զգուշորեն իջնում էր մաճակալից եւ նրանք միասին խաղում էին։ Պուշոկը շատ ուրախ մոնստրիկ էր եւ գիտեր շատ զվարճալի խաղեր։ Երբ սենյակում հայտնվում էին ծառերի սարսափելի ստվերները, Պուշոկն ու Հայկը ծիծաղում էին ու փորձում երևակայել, թե ինչի են դրանք նման։ Տես, այն ստվերը բարի ելած փղի է նման, ծիծաղում էր Պուշոկը, իսկ այս մեկը բարի վիշապի, որը թևերն է շարժում, պատասխանում էր Հայկը։ Իսկ երբ գիշերը տարօրինակ ձայներ էին լսվում, նրանք էլ չէին վախենում, այլ միասին պարզում էին, թե որտեղից են գալիս դրանք։ Խշշոցը քամուց ճոճվող բակից էր ծառն էր, խռմփոցը հայրիկի ձայնն է, ով քնած է հարևան սենյակում։ Դրանից հետո Հայկը դադարեց վախենալ մթությունից։ Այժմ նա գիտեր, մաճակալի տակ սարսափելի հրեշ չկա, այլ իր հավատարիմ ընկեր Պուշոկն է, որը միշտ պատրաստ է օգնել ու պաշտպանել։
Պուշոկն էլ դադարեց վախենալ մենակությունից։ Նա իսկական ընկեր գտավ, ով հասկանում էր իրեն ու երբեք չէր ծաղրում, որ ինքը փոքրիկ է ու վախկոտ։ Այժմ, երբ մայրիկը անջատում էր լույսը և ասում «բարի գիշեր», Հայկը ժպտում էր ու շշնջում. «Բարի գիշեր, մամ, բարի գիշեր, Պուշոկ»։ Մաճակալի տակից էլ լսվում էր մեղմ ձայնով պատասխանը. «Բարի գիշեր, Հայկ»։ Տղան խաղաղ քուն էր մտնում, իմանալով, որ իր հավատարիմ ընկերը պաշտպանում է իր քունը և քշում բոլոր վախերը։ Առավոտյան նրանք նորից կհանդիպեն, միասին խաղալու և ծիծաղելու, որովհետև ամենալավ ընկերները նրանք են, ովքեր հասկանում են միմյանց վախերը և օգնում են հաղթահարել դրանք։ Կարևոր չի, թե դու մեծ ես, թե փոքր, մարդ ես, թե հրեշ, իրական ընկերությունը բոլորին դարձնում է ավելի քաջ և երջանիկ։ Բարի գիշեր, իմ փոքրիկ բարեկամ, թող քեզ երազում այցի գան միայն բարի ընկերներդ ու լուսավոր արկածները։